Հանրապետություն կուսակցությունը շարունակում է իր նախընտրական քարոզարշավը։ Մարզերում բնակիչների հետ հանդիպմանը կուսակցության նախագահ վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանը նշել է, որ Հանրապետություն կուսակցությունը քաղաքական ուժ է, որն անցել է Հայաստանի երրորդ հանրապետության ձևավորման ամբողջ ճանապարհը եւ այսօր ընտրողին ներկայանում է հստակ ծրագրերով, առաջարկելով հաղթանակ առանց պատերազմի, գիտելիքի, աշխատանքի, հայ մարդու նվիրվածության վրա հենվելով։ Արամ Սարգսյանը նշում է, Հայաստանի անվտանգությունը տեսնում է բանակի հզորացմամբ։ Ըստ նրա, հայ զինվորից խիզախ նվիրված հայրենասեր զինվոր չկա։ Ես Հայաստանի զարգացումը տեսնում եմ Հայաստանի տնտեսության զարգացմամբ, Հայաստանի անվտանգությունը տեսնում եմ Հայաստանի բանակի զորացմամբ, Հայաստանի բանակի զորացումը տեսնում եմ Հայաստանի բանակին լավ սպառազինություն գնելով, որտեղ հայ զինվորից խիզախ նվիրված հայրենասեր զինվոր չկա, հայ զինվորին պակասում է ժամանակակից 6-րդ սերնդի ուժեղ սպառազինությունը։ Կուսակցության ներկայացուցիչները վստահեցրել են, որ ընտրվելու դեպքում առաջնահերթ ուշադրություն կդարձնեն համայնքային խնդիրների արագ լուծմանն ու քաղաքացիների հետ մշտական կապի պահպանմանը։ Հանրապետություն կուսակցությունը ընտրություններին մասնակցում է «Քեզ համար Հայաստան, քեզ համար» կարգախոսով։ Կուսակցության քվեաթերթիկի համարը 11-ն է։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։